Ընկերներ ողջույն, սահմանացնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորության տեխնացու Լուսինե Բադալյանի հետ։ Ողջույն տիկին Բադալյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ այս հնարավորության համար։ Բե ինչպես տեսնում ենք, դուք ակտիվ քարոզարշավի մեջ եք, բայց ես ուզում եի, որ դուք մեկնաբանեիք նաև ձեր քաղաքական օպոնենտների հայտարարությունները, նաև որոնք այսօր են հնչում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ձեր իշխանությունը անվանել է մարդակեր իշխանություն, որին չպիտի թույլ տալ, որպեսզի նա վերարտադրվի, վերընտրվի։ Ձեր մյուս քաղաքական օպոնենտները ձեզ մեղադրում են, այսպես ասենք, Հայաստանը աշխարհաքաղաքական հակադրության մեջ դնելու եւ Հայաստանի այլընտրանքային ճանապարհը ինչ որ ձևով ըստ նրանց պատերազմով ապագա փոխելու մեջ։ Ես իհարկե հետևում եմ այդ բոլոր հայտարարություններին, օրինակ զգացողություններ են առաջանում, որովհետև մեր օպոնենտների մոտ, մասնավորապես ընդդիմության այն հատվածի, որին մենք անվանում ենք եռագլուխ ընդդիմություն, հիշողության կորուստ է, կամ նրանց թվում է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը եւս ամնեզիել իրենց իշխանության օրոք, ինչպիսի նպատակներ, երազանքներ է ունեցել, արտագաղթի ինչպիսի տեմպեր են եղել եւ ինչ պատճառներով, եւ ըստ երևույթին եւ իրենք են մոռացել եւ իրենց թվում է, որ ժողովուրդն է մոռացել։ Եվ այն ամենը, ինչ որ կարելի էր վերագրել իրենք այսօր փորձում են վերագրել մեզ, կարծելով, որ այդ կհավատա եւ ժողովուրդը իր ընտրությունը կկատարի հօգուտ հենց այդ ընդդիմության։ Եվ հետեւաբար առանձնապես մեկնաբանելու կարիք եմ տեսնում նրանց արտահայտությունները եւ կարծում եմ, որ իմաստության է եւ կարծում եմ այդ իմաստությունը կհաղթի հունիսի 7-ին։ Բայց ինչն է տարօրինակ եւ առանցքային, որ Ռոբերտ Քոչարյանը ձեզ անվանում է մարդակեր իշխանություն, սովորաբար նրա կառավարման տարիներն են բնորոշվել այդպիսին, հա, այսինքն այս ձեր բացերի մասին է խոսում, ձեր բացերի մասին է խոսում։ Չգիտեմ արդյոք դա մեր բացերի մասին խոսում է թե ոչ, որովհետև սիրելի ժիրայր, ես հասկանում եմ, որ ինչ եք ակնարկում դուք եւ նաեւ ժողովուրդն էլ է մեզանից դա պահանջում։ Դի այսպես գլխատեինք, հա, կամ չգիտեմ ինչ որ կերպերին, որոնք որ այսօր իրոք իրապես խոսելու իրավունք չունեն, բայց մենք դա չենք արել, որովհետև մենք հաստատում ենք ժողովրդավարություն, մենք այդ նպատակն ենք ունեցել, մենք ուզում ենք, որ ազատ խոսքը հաղթի եւ այդ ազատ խոսքի ու ժողովրդավարության պայմաններում համոզմունքը, որ ժամանակի ընթացքում իրակել եւ իր համար որոշումներ ընդունել։ Այնուամենայնիվ մենք այդ բռնության ճանապարհով չենք ուզում գնալ, ինչքան էլ որ Ռոբերտ Քոչարյանը մեզ անվանի մարդակեր, բայց կարծում եմ, որ ժողովրդի հիշողությունը այնուամենայնիվ այդքան էլ Քոչարյանը ինչ է եղել նրա տարիներին եւ ով ենք մենք հիմա եւ այդ համեմատելու հնարավորությունը ունի։ Եվ մասնավորապես նաև, այսպես ասենք, աշխարհաքաղաքական հարցերի մասով, ձեր ընդդիմադիր գործիչները ձեզ կոչ են անում լուրջ վերաբերվել Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, հա, լուրջ ընդունում եք Պուտինին։ Մենք լուրջ ընդունում ենք բոլոր երկրների ղեկավարներին։ Մենք ամենայն լրջությամբ փորձում ենք նրանց հետ մի շարք հարցեր քննարկել եւ Վլադիմիր Պուտինը ոչ ունի էական առավելություն աշխարհի մյուս բոլոր երկրների ղեկավարներից, ոչ էլ նրանցից պակաս է եւ հետեւաբար այնպես ինչպես որ երկրի իշխանությունը բարվի եւ կշփվի մեկ այլ երկրի ղեկավարության հետ, մենք այդ բոլոր կանոնները պահպանում ենք եւ հետեւաբար մեզ հորդորելու, որ մենք լուրջ վերաբերվենք Վլադիմիր Պուտինի արտահայտություններին, դրա կարիքը բացարձակապես չկա, առավել եւս մեր ընդդիմությունը թող մեզ նման հորդորներ ընդհանրապես չանի։ Մենք շատ ղեկավարը գիտի այլ երկրի ղեկավարների հետ ինչպես շփվել, բայց հասկանում եմ նաև նրանք ինչ նկատի ունեն, որովհետեւ վերջերս այդ խոսույթում որոշակիորեն սպառնալիք է նկատվում եւ շացնել, որ այս գուշեղեք, հնարավոր է որ ձեզ հետ վատ բաներ լինեն, բայց կարծում եմ, որ մենք մենակ չենք, ժողովուրդը մեր կողքին է, մենք հստակ ձևակերպել ենք մեր նպատակները եւ ուսուսի տված մեր երկրի ինքնիշխանության եւ ընդհանրապես մեր երկրի սահմանադրության ու օրենքների շրջանակներում որոշումներ ենք ընդունում, որոշումներ ենք կայացնում եւ ձեռնմուխ ենք լինում դրանց իրականացմանը, այնպես որ մեզ թող չհորդորեն ում լուրջ վերաբերվել եւ ում լուրջ չվերաբերվել։ Ռուսաստանից տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ արեցին, մասնավորապես, որ եթե այս իշխանությունը ընտրվի, ապա Ռուսաստանը պետք է չճանաչի ընտրությունների լեգիտիմությունը եւ նաեւ տարբեր ռոպագանդիստներ են դրա մասին հայտարարում, ասում են, ապա լեգիտիմ ընտրական process է ու նաեւ այստեղ Սամվել Կարապետյանը, թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն
Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը նշում են, որ պետք է կենտրոնանալ ոչ թե բուն ընտրությունների, այլ հետընտրական զարգացումների վրա, հա։ Այսինքն ինչ որ բան սպասում եք հետընտրական process-ներում, այսինքն կա սինխրոն խոսույթ նաև Ռուսաստանի դերակատարների եւ այստեղ տեղական քաղաքական դերակատարների միջև, որ հետընտրական process-ների վրա պետք է կենտրոնանալ։ Ինչ է լինելու ձեզ հետընտրական շրջանում։ Նախ առաջին հերթին ով կճանաչի կամ չի ճանաչի մեր ընտրությունների արդյունքները, դա իրենց խնդիրն է, որովհետև 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում եւ իրականացվում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, եւ սա փաստ է, եւ բոլորն են ճանաչել մեր իշխանության օրոք կազմակերպված բոլոր ընտրությունների արդյունքները, եւ սա էլ կլինի դրանցից հերթականը, եւ մենք ունենք այդ պատասխանատվությունը, որ ամենաբարձր մակարդակով կազմակերպեն ընտրությունները եւ ժողովուրդը ունենա իր կարծիքը քվեի միջոցով արտահայտելու հնարավորություն եւ մենք դա անելու ենք եւ կարծում եմ որ բազմաթիվ միջազգային դիտորդներն էլ հետեւելով ընտրությունների ընթացքին կփաստեն որ այդ ընտրություններում ես այսպես վստահ եմ խոսում որովհետեւ գիտեմ որ ինչ մենք երբեք թույլ չենք տալու որ որևէ մեկը մեր իշխանության օրոք կամ քանի դեռ մենք ունենք այդ հնարավորությունը ընտրությունները կեղծի եւ հետեւաբար դրանց արդյունքները չճանաչելու կարիքը եւ նպատակը կամ իմաստը ես չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է հետընտրական process-ներին, ապա բնական է, չէ, քանի որ մեր ընդդիմության այդ հատվածը որոշել է, որ ինչ գնով կամ ունի երևի նման պարտավորություն, ես չգիտեմ, որ ինչ գնով է լինի, պիտի անպայման իշխանությունը վերցնի։ Այս իմաստով բնականաբար եթե ժողովրդի ընտրությունը կանգ առնի որպես իշխանություն մեզ վրա, այո, կլինեն որոշակի այսպես հուզական վիճակներ մեր ընդդիմության մոտ, բայց կարծում եմ, որ հետընտրական process-ները եւս անիմաստ են, որովհետեւ ազատ եւ արդար ու թափանցիկ ընտրությունների պայմաններում ժողովուրդը ունի հնարավորություն իշխանությունը փոխելու կամ նույնը թողելու, իշխանություն ձևավորելու եւ ինչ հետընտրական process-ների մասին է ընդհանրապես խոսքը։ Իսկ եթե ավելի այսպես մտահոգիչ իրադարձություններ կարող են ակնկալվել, ապա այստեղ էլ ուզում եմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն կայացած ինստիտուտներ, իդեմս իրավապահ համակարգի ազգային անվտանգության եւ ընդհանրապես բոլոր ինստիտուտները հասցրել են կայանալ եւ նրանք բոլորը կատարում են իրենց աշխատանքը եւ այդ ինստիտուտների գոյության եւ նրանց կատարած աշխատանքի պայմաններում եւս մեկ անգամ հուշեմ, որ անիմաստ է որևէ այսպես ջուր պղտորելը որևէ հետընտրական, չգիտեմ, բոյկոտներ անելը, հետընտրական process-ներ լինում են այն դեպքում, երբ որ ակնհայտորեն ընտրությունները կեղծված են լինում, երբ որ ժողովուրդը համաձայն չի լինում ընտրության արդյունքների հետ, այդ ժամանակ ընդունելի են հետընտրական process-ները, բայց երբ որ դու գիտես, որ ընտրությունը չի կեղծվել եւ սա ժողովրդի որոշումն է, ապա արհեստական չեն արդյոք այդ հետընտրական process-ները։ Ռուսաստանի Դումայում այսօր հայտարարություններ էին հնչում, որ պետք է Հայաստանի վարչապետի մուտքը Ռուսաստան արգելվի եւ թշնամական էին համարում Երևանի կողմից Զելենսկուն հարթակ տրամադրելու այդ փաստը, նշում էին, որ ամենակիչը Երևանից, դաշնակից Երևանից կսպասեին այնպիսի մի իրավիճակ, որտեղ Ուկրաինայի նախագահը Կարմիր հրապարակին հարվածելու ելույթներ կունենար։ Սա արդյոք չի գալիս փաստելու ձեր ընդդիմադիրների այն խոսույթը, որ դուք գնում եք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների փչացման ճանապարհով։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մի բան արել է, որպեսզի փչացնի Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև եղած հարաբերությունները։ Բնավ Հայաստանի Հանրապետությունը իր խոսույթում է շատ կոռեկտ, Հայաստանի Հանրապետությունը իր գործողություններում է շատ կոռեկտ եւ զուսպ եւ հնարավորինս փորձում է կարգավորել այդ հարաբերությունները։ Այլ բան է, երբ որ մենք հետևում ենք Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքական կամ մեդիա ֆիգուրների կողմից հնչող արտահայտություններին, որոնք անթույլատրելի են, բայց մենք նույնիսկ այդ դեպքում սահմանները չենք անցնում։ Եվ հետևաբար Հայաստանի Հանրապետությունը որևէ թշնամական գործողություն չի արել, ոչ էլ միտք է արտահայտել, իրենց սխալները թող փնտրեն իրենց մեջ, իսկ ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ապա այստեղ էին եվրոպական բոլոր երկրների առաջնորդները եւ այստեղ կարելի է դնել վերջակետ։ Եվ բոլորն էլ ունեցել են խոսք ասելու հնարավորություն եւ այլ երկրներն էլ ունեցել են նրանց հակադարձելու հնարավորություն։ Հայաստանը որևէ բան չի սադրել, որևէ բան
նպատակադրված չի կազմակերպել որևէ այլ երկրի դեմ։ Հետևելու եք Պուտինի հորդորին հանրաքվե անեք Արագի մեջ, հասկանան այդ մարդիկ մենք Եվրամիություն են գնում ԵԱՏՄ կամ փափուկ ապահարզանի համար։ Ես այդ հորդորն եմ համարում արհեստական, սիրելի ժիրայր, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է ասում, որ որևէ վերպետական կառույցի անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը պիտի անցկացվի հանրաքվե, այդպես է թե ոչ։ Եվ մենք էլ բազմիցս խոսել ենք այդ մասին, որ երբ որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այդ որոշումը, օրինակ Եվրամիությանը անդամակցելու կամ որևէ այլ վերպետական կառույցի միանալու, Հայաստանի Հանրապետությունը անելու է հանրաքվե, քանի անգամ ենք մենք այդ մասին խոսել։ Եվ հետևաբար այդ հորդորը եւս ես համարում եմ արհեստական, գուցե նկատի է ունեցել, որ շատ արագ հենց այս պահին մինչև ընտրություններն է պետք նման հանրաքվե անել, սա գուցե այլ հարց է, բայց այնուամենայնիվ մենք որևէ մեկի հորդորով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ սահմանադրությունը չենք շրջանցում։ Քարոզարշավը ձեր ակնկալած տրամաբանության մեջ է անցնում։ Մեր ակնկալած տրամաբանությունը ո՞րն է։ Մեր ակնկալած տրամաբանությունը ժողովրդի հետ շփումներն, ժողովրդի հույզերին, ժողովրդի ցանկություններին, ժողովրդի խնդիրներին ծանոթանալն է, ինչը մենք արել ենք ամբողջ ընթացքում մեր իշխանավարման եւ հիմա առավել եւս անընդհատ այդ շփման մեջ ենք, գուցե ինչ որ բան բաց ենք թողել եւ այդ ջերմ մթնոլորտում մենք փորձում ենք ժողովրդի թե քննադատությունները լսել եւ թե գոհունակությունը լսել եւ ըստ դրա էլ ծրագրել թե հետագայում ինչը վերափոխման, ինչը վերանայման եւ ինչը էլ ավելի խորացման կարիք ունի, այդ տրամաբանության մեջ է մեր քարոզարշավը եւ այդ տրամաբանությամբ էլ շարունակվում է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական բեմների խմբակցության պատգամավոր, պատգամավորության տեխնացու Լուսինե Բադալյանն էր, բաժանեթ։